Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է Viva Armenia կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ինչ խնդիր կա, որ հիմա Viva Armenia-ում տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրը այն է, որ Viva Armenia-ում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ Viva MTS-ը վաճառվում է եւ Viva Armenia է դառնում եւ կառավարությունը այնտեղ 20% է ձեռք բերում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը Հարգարժան Լևոն Ռուբինյանը նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի առաջացնում։ Քաղաքական հովանավորչության խնդիր չեք տեսնում։ Իմիջիայլոց այս խնդիրը եզակի չէ, եւ կան նաեւ այլ պաշտոնյաներ, ովքեր նույն ուղով են գնացել։ Օրինակ, Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք սա ինչ է, դա Անիվ հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Հիշում ենք բոլորս Անիվ հիմնադրամով մոտ 25 միլիարդ վատնված գումարները։ Հիմա վատնեցին, Ավինյանը հանգիստ իր համար հիմա այլ մուլտի վելնեսն է խլում ու դրանից մեծ գոհունակությամբ հայտարարություններ անում, հիմա ստեղծել են այլ հիմնադրամ եւ ով պետք է ղեկավարի այդ հիմնադրամը, իհարկե որևէ պաշտոնյայի կին, այս դեպքում Արարատ Միրզոյանի կինը։ Ես իհարկե բացարձակ խնդիր չունեմ ոչ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ոչ Լևոն Ռուբինյանի հետ եւ մնացածի կավոր լավ են մարդիկ են, լավ են մասնագետներ են, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են բարձր աշխատավարձով, սա շատ կարևոր է, բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում։ Պարոն Ռուբինյան, երբ խոսում եք նրա մասին, որ եկեք давайте жить дружно տրամաբանության մեջ ինչ որ բան եք ասում։ Հիմա այնտեղ պետք է նստած լիներ Արտուր Սարգսյանը։ Արտուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Ձեր իշխանությունը պատանդարության տակ է պահում մեր գործընկերոջը, այսինքն ձեզ ինչ ա թվում, որ դուք կարող եք մեզ նայելու ասել եկեք հանգիստ իրար հետ աշխատենք, այն ժամանակահատվածում, երբ մեր գործընկերը այստեղ նստած չի, ընդհանրապես ո՞նց են ձեր պատկերացումները այդ հարցում։ Եթե դուք իսկապես կարծում եք, որ ազգային ժողովը որպես ինստիտուտ պետք է կայանա, ապա դուք պետք է միջնորդեիք, որ այսօր ազգային ժողովի պատգամավորը Արտուր Սարգսյանն այստեղ գտնվեր։ Հայաստան Դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը։